Լի Քուան Յուին համարում են մարդկության պատմության ամենաէֆեկտիվ ավտորիտար ղեկավարներից մեկը։ Սինգապուրը երկիր, որ Տավուշ մարզից փոքր ավելի քան 3 անգամ 20-րդ դարի տնտեսական հրաշքը։ Եվ մենք այսօր խոսելու ենք թե Լի Քուան Յուի, թե Սինգապուրի մասին։ Եկեք նայենք 1818 թվականի հարավ-արևելյան Ասիայի քարտեզին։ Մենք կտեսնենք մեծ մալայական թերակղզին, բայց դեռ առանց անկախ Մալայզիայի։ Այդ պետությունը այդ ժամանակ դեռ գոյություն չուներ։ Իսկ տարածաշրջանը բաժանված էր բազմաթիվ իշխանությունների։ Թերակղզու բնակիչների կյանքը մեծապես կախված էր աշխարհի այս հատվածը հատող առևտրային ուղիներից, որոնցից մեկը Հնդկաստանից Չինաստան ուղին էր։ Այն ժամանակ այդ ուղին, օրինակ, օգտագործում էին անգլիացիները ափիոն տեղափոխելու համար։ Այդ թեմայով մենք արդեն խոսել ենք եւ հղումը կդնեմ մեկնաբանության մեջ։ Եվ այսպես, անգլիացիներին Հնդկաստանից Չինաստան ճանապարհին անհրաժեշտ էր հարմարավետ նավահանգիստ, եւ նրանք այդ նավահանգիստը գտան Մալայական թերակղզու ամենաներքևում գտնվող Սինգապուր փոքր կղզին։ Բրիտանացիների համար սա իդեալական վայր էր բոլոր հիմնական բազաների մոտակայքում եւ այնտեղից հարմար էր նաեւ վերահսկել առևտրային ուղիները եւ նեղուցները։ Այնուամենայնիվ կղզում արդեն ապրում էին մարդիկ, մալայացիները, ներգաղթյալներ մալայական մեծ թերակղզուց։ Սինգապուրն այդ ժամանակ նաև ապաստան էր մալայական գահի հավակնորդներից մեկի համար։ Բրիտանացիները առանց երկար մտածելու գահի հավակնորդին առաջարկեցին գործարք։ Նրան ճանաչում են գահի հավակնորդին իբրև Մալայզիայի սուլթան եւ գումար են առաջարկում կղզին գնելու համար։ Գահի հավակնորդը իհարկե համաձայնեց եւ այդպես անգլիացիները հաստատվեցին Սինգապուրում, որն այն ժամանակ իրենից ներկայացնում էր վայրի ջունգլի, լի տարբեր տենդային հիվանդություններով։ Բրիտանացիները սկսում են կառուցել նավահանգիստ։ Այդ նավահանգստի կառուցումը մեծ աշխատաուժ էր պահանջում եւ անգլիացիները այնտեղ բերեցին չինացի եւ հնդիկ աշխատողներին։ Ահա թե ինչպես մալայացիները, չինացիները ու հնդիկները սկսեցին միասին ապրել Սինգապուր կղզում։ Սինգապուրի չինացի բնակիչների մեջ առանձնանում են մի քանի չինացի էթնիկ խումբ։ Այն տարիներին մեկ միավորված չինական ազգ դեռ գոյություն չուներ եւ էթնիկ խմբերի մեջ տարբերությունը կարող էր բավական զգալի լինել։ Առաջինը այսպես կոչված քուլի խումբներ, բանվորներ, որոնք զանգվածաբար տեղափոխվում էին Չինաստանից ստրկությանը մոտ պայմաններով խոշոր նախագծերին մասնակցելու համար։ Նրանք Կալիֆոռնիայում երկաթուղիներ կառուցեցին, Կարիբյան ավազանում շաքար աճեցրեցին եւ հարավային Աֆրիկայում աշխատում էին ադամանդների հանքերում։ Դաժան է հնչում, բայց շատերի համար նման կյանքը փրկություն էր։ Այլընտրանքը հաճախ պարզապես հայրենի Չինաստանում սովից մահանալն էր։ Սինգապուրում կար նաև չինացիների մեկ այլ էթնիկ խումբ Հակա անունով։ Հակա անունը չինարենից թարգմանվում է որպես օտար մարդիկ։ Հակաները սկզբից ապրում էին Չինաստանի հյուսիսում, այնուհետև նրանք տեղափոխվեցին Չինաստանի հարավ, որտեղ իրենց թշնամաբար ընդունեցին տեղացիները եւ սկսվեց պատերազմ։ Հակաների մի մասը պարտությունից հետո, իսկ պարտությունը նրանք գրեցին կանտոնացիներից, հարավային Չինաստանի բնիկ բնակչությունից։ Եվ այսպես, այդ պարտությունից եւ պատերազմից հետո, որտեղ նրանք կորցրեցին մոտ 1 միլիոն մարդ, նրանցից շատերը տեղափոխվեցին Սինգապուր։ Սինգապուրի տեղաբնակները, մալայացիները, անշուշտ դժգոհ էին մեծաքանակ չինական վերաբնակիչներից։ Մալայացիների թիվը ու ազդեցությունը աստիճանաբար նվազում էր։ Իրենց մեծ մասը գյուղաբնակ էր, ու այդ մարդիկ հետ էին մնում արագ զարգացող քաղաքի բնակիչներից, որոնց մեծ մասը չինացի էր։ Եվ մալայացիները իհարկե նաև քիչ հնարավորություն ունեին քաղաքականության մեջ ընդգրկվելու։ Ավելին, կղզին ղեկավարող բրիտանական իշխանությունները հիմնականում հենվում են հենց չինացի բնակչության վրա։ Եվ այսպես շուրջ 1 դար։ Եվ հենց չինական ընտանիքում ծնվեց մի տղա, ով հետամնաց Սինգապուրը վերածեց մեկ շնչի հաշվով ամենաբարձր հնա ունեցող երկրներից մեկի՝ Լի Քուան Յուն։ Սինգապուրի ապագա ավտորիտար ղեկավարը ծնվել է հարուստ չինական ընտանիքում, որն արդեն մի քանի սերունդ ապրում էր Սինգապուրում։ Իդեպ նրա ընտանիքը Հակա էթնիկական խմբին էր պատկանում։ Հետաքրքիր է, որ չնայած նրանց չինական ծագմանը, տղայի առաջին լեզուն անգլերենն էր, քանի որ ընտանիքում միայն անգլերեն էին խոսում։ Եվ սկզբում Լի Քուան Յուի անունը Լի Քուան Յու չէր, այլ Հարի։
Հարին պետք է բարձրագույն կրթությունը ստանար իհարկե Մեծ Բրիտանիայում, սակայն սկսվեց Երկրորդ համաշխարհային պատերազմը։ Լոնդոնը նացիստները ռմբակոծում էին, ուստի նա մնաց Սինգապուրում եւ ընդունվեց երկրի էլիտար ուսումնական հաստատություններից մեկը, որտեղ հանդիպեց իր ապագա կնոջը՝ Քվա Գոկ Չուին։ Սակայն պատերազմը միևնույն է, հասավ նաեւ Սինգապուր։ Ճապոնիան հարձակվեց կղզու վրա։ Կղզու կառավարիչը զենք բաժանեց քաղաքացիներին եւ Լի Քվանիուն դարձավ բանակային բուժակ։ Կարճատև ռազմական գործողությունների արդյունքում փետրվարին ճապոնացիները իրականում առանց մեծ ջանքերի գրավեցին Սինգապուրը եւ բրիտանական 80,000-անոց զորախումբը հանձնվեց։ Տխուր եւ բավական ամոթալի էջ Անգլիայի պատմության մեջ։ Ճապոնացիները վերանվանեցին կղզին Շոնան։ Կղզու բնակչությունը տարբեր կերպ արձագանքեց օկուպացմանը։ Ճապոնիան մալայցիներին, փոքրաթիվ տեղաբնակներին, հայտարարեց իրենց մոտիկ ժողովուրդ ըստ ռասայի։ Ճապոնացիները հրապարակայնորեն հայտարարեցին, որ եկել են սպիտակների կեղեքիչ լուծը վերացնելու եւ ասիական ժողովուրդներին իրենց ազատությունը վերադարձնելու համար։ Եվրոպացիների ադմինիստրատիվ պաշտոնները արագորեն զբաղեցրեցին մալայացիները։ Չինացիների համար ավելի դժվար էր, ճապոնացիները նրանց ատում էին եւ դա փոխադարձ էր։ 18-ից 50 տարեկան բոլոր չինացի տղամարդկանց տանում էին ֆիլտրման կետեր։ Լին հայտնվեց դրանցից մեկում եւ նրան հրամայեցին նստել բեռնատար, որը նրան պետք է տաներ աշխատանքի, հանուն Ճապոնիայի փառքի։ Բայց Լին զգաց, որ ինչ որ մի բան այն չէ եւ պատճառաբանելով, թե ինչ որ իրեր է մոռացել, չմեկնեց այդ բեռնատարով։ Ավելի ուշ այդ բեռնատարի բոլոր ուղևորներին գտան զանգվածային գերեզմանում։ Ընդհանուր առմամբ ճապոնացիները Սինգապուրում սպանել են ավելի քան 100,000 մարդ։ Հետաքրքիր փաստ, ֆորմալ առումով Լին նույնպես աշխատել է օկուպացիոն վարչակազմում, սովորելով ճապոներեն։ Անգլերենի իր իմացության շնորհիվ նա դարձավ ճապոնական պետական լրատվամիջոցի Դոմեի գործակալության աշխատակից։ Եվ նա երբևէ այդ փաստը իր կենսագրության մեջ չէր թաքցնում եւ չէր ամաչում դրանից։ 1945-ին, սակայն, արդեն պարզ դարձավ, որ Ճապոնիան պարտվում է պատերազմում։ Օկուպանտների համար աշխատելը ավելի ու ավելի քիչ անվտանգ դարձավ եւ Լին որոշեց անցնել ընդհատակ։ Նա թաքնվել էր իր կնոջ հարազատներից մեկի բնակարանում եւ առևտրով էր զբաղվում Սև շուկայում, իդեպ կարողանալով զգալի գումար աշխատել։ Երկրորդ համաշխարհային պատերազմի ավարտից հետո Լին վերջապես մեկնում է Մեծ Բրիտանիա բարձրագույն կրթություն ստանալու։ Նա սովորել է Քեմբրիջում։ Իդեպ իր հետ միասին այնտեղ մեկնել էր նաև իր կինը։ Եվ հենց այնտեղ Լին հանդիպեց իր ապագա համախոհների հետ։ Մեծ Բրիտանիայում սովորելու ընթացքում նա ուրիշ Սինգապուրից եկած չինացի ուսանողների հետ սկսեց մշակել իրենց հայրենի Սինգապուրի զարգացման ծրագիրը։ Եվ ինչ իրենք այդ ծրագիրը մշակում էին, Սինգապուրում սկսվել էր քաղաքացիական պատերազմ։ Կոմունիստ մալայացիները միավորվելով չինացի պարտիզանների հետ կռվում էին Սինգապուրի անկախության համար բրիտանացիների դեմ։ Լին հստակ հասկանում էր, որ Բրիտանիան երբեք կղզին չի տա կոմունիստներին։ Իր ընկերներին նա ասաց, որ հենց իրենց սինգապուրցի ուսանողներին Բրիտանիան կհանձնի իշխանությունը, քանի որ անգլիացիները այլընտրանք չեն ունենա։ Նրանք արդեն իսկ չէին կարողանում կառավարել կղզին, իսկ կոմունիստներին իշխանությունը չէին տա։ Լին սկսեց օգտակար կապեր հաստատել Բրիտանիայի քաղաքական վերնախավի հետ, իրենց գալով ինչպես ձուկը ջրում, քանի որ բրիտանական մշակույթը իր համար հարազատ էր։ Հիշեցնեմ, որ Լիի ընտանիքը խոսում էր անգլերեն, իսկ տղայի անունը դեռ Հարի էր։ Վերադառնալով Սինգապուր, նա ընկերների եւ տեղացի ակտիվիստների հետ 1954 թվականին հիմնում է ժողովրդական գործողություն կուսակցությունը, որն իդեպ մինչ այսօր իշխանության ղեկին է Սինգապուրում։ Բայց ժողովրդական գործողություն կուսակցությունը արագ սկսեց թեքվել դեպի ձախ, դեպի կոմունիստական հեղափոխություն, եւ դա իհարկե պայմանավորված էր Լիմի ազդեցությամբ, ով քաղաքական կշռով զգալիորեն գերազանցում էր Հարի Լիին։ Ով էր այդ Լիմը։ 1933 թվականին Սինգապուրում չինական աղքատ ընտանիքում ծնվել էր մի տղա՝ Լիմ Չին Սյոնգ անունով։ Պատերազմը եւ ճապոնական օկուպացիան ստիպել էին նրա ընտանիքին փախչել ջունգլիներ, որտեղ եւ նրանք անցկացրեցին օկուպացիայի ողջ ընթացքը։ Լիմը ավարտել է դպրոցը միայն պատերազմից հետո։
Եվ մինչ Հարի Լին սովորում էր Բրիտանիայում եւ հետաքրքրում էր ակումբային կյանքով եւ այլն, Լիմը ակտիվորեն մասնակցում էր գործադուլների եւ ելույթ ունենում կոմունիստական հանրահավաքներին։ Բոլորը, ով լսում էին նրա ելույթը, նշում էին, որ նա անհավանական հզոր հռետոր էր։ Երբ Լին վերադարձավ Սինգապուր, նա հանդիպեց կոմունիստ Լիմին։ Չնայած իրենց ծագման եւ հայացքների հսկայական տարբերությանը, երկուսն էլ որոշեցին միավորել ուժերը իշխանության հասնելու համար։ Այնուամենայնիվ, Լի Քուան Յուն հասկանում էր, որ նրանք չափազանց տարբեր են։ Լիմը լուրջ եւ վճռական առաջնորդն էր, եւ ինչպես արդեն ասացի, կուսակցությունը սկսեց տանել դեպի կոմունիստական հեղաշրջում, ինչը Լի Քուան Յուին իհարկե դուր չէր գալիս, նա դա չէր կարող թույլ տալ։ Հենց այդ ժամանակաշրջանում նա փոխեց իր անգլերեն անունը Հարին եւ դարձավ Լի Քուան Յու։ Լին բոլոր ջանքերը գործադրեց կուսակցության միանձնյա առաջնորդ դառնալու համար։ Կուսակցության կոմունիստական թևը սխալներ թույլ տվեց մեկը մյուսի հետևից եւ Լին պարզապես օգտվեց դրանցից։ Արդյունքում նա դարձավ կուսակցության միանձնյա ղեկավարը եւ շուտով հաղթելով ընտրություններում դարձավ Սինգապուրի վարչապետ։ Իդեպ վարչապետ ընտրվելուց անմիջապես հետո նա ներում շնորհեց բոլոր քաղբանտարկյալներին, այդ թվում նաեւ Լիմին, որը այդ պայն արդեն քաղբանտարկյալ էր։ Իսկ ինչ էր կատարվում այդ ժամանակ տարածաշրջանում։ Ասիայում ակտիվորեն ընթանում էր ապագաղութացումը։ Բրիտանացիները կորցրել էին վերահսկողությունը Հնդկաստանի վրա դեռ 1947 թվականին։ Հոլանդացիները լքել էին Ինդոնեզիան 1950 թվականին, իսկ ֆրանսիացիները ծանր պատերազմից հետո կորցրել էին վերահսկողությունը Հնդկաչինի վրա։ Սինգապուրի հարևանը Մեծ Մալայական թերակղզին նույնպես փոփոխությունների ընթացքում էր։ Բրիտանացիները վերամիավորեցին տեղական իշխանությունները, ստեղծելով նոր երկիր՝ Մալայայի ֆեդերացիա, եւ Սինգապուրը շատ էր ցանկանում դառնալ այդ նոր երկրի մի մասը։ Այն ժամանակ Սինգապուրը ինքնավար միավոր էր բրիտանական կայսրության կազմում։ Երկար բանակցություններից հետո Սինգապուրը դուրս եկավ Բրիտանիայի իշխանության տակից։ Արդյունքում 1963 թվականին Սինգապուրը միացավ անկախ Մալայզիային։ Իսկ Մալայզիան դա հենց այն մալայական ֆեդերացիան էր, որը ընթացքում դառավ անկախ Մալայզիան։ Թվում էր, թե դա նոր փուլ կլիներ Սինգապուրի համար, որը պետք է դառնար նոր մեծ երկրի կարևոր նավահանգիստ։ Այդ զարգացումները Լի Քուան Յուին մոտեցնում էին իր երազանքին՝ դառնալ մեծ երկրի նախագահ, քանի որ միայն Սինգապուրը Լի Քուան Յուի համար միշտ շատ փոքր էր։ Լի Քուան Յուն հասկանում էր, որ ամբողջ Մալայզիայի 5.2 միլիոն բնակչությունից մոտ 2.2 միլիոնը չինացի են, եւ հետեւաբար նա կարող էր լուրջ աջակցություն ակնկալել։ Դրա հետ մեկտեղ նա փորձում էր նաեւ սիրաշահել մալայացիներին։ Օրինակ հաճախ էր խոսում մալայերեն, սակայն նրա փառասիրությունը շատերին նյարդայնացնում էր։ Լին անվանում էին մեծ գործ փոքրիկ լճակում։ Այնուամենայնիվ, Մալայզիայի ընտրությունների Լի Քուան Յուն ցուցադրեց իր ուժը, գրավելով այդ մեծ երկրում երկրորդ տեղը։ Նույն թվականի հուլիսին Լին թույլ տվեց Սինգապուրի մալայական բնակավայրերը քանդել, դրանց փոխարեն նոր բնակելի տներ կառուցելու համար։ Սա խռովություն է առաջացնում հասարակության մեջ։ Սինգապուրի մալայացիները սկսեցին բողոքել, որ իրենց վերաբերում են որպես երկրորդ կարգի քաղաքացի։ Անկարգությունների արդյունքում եղավ 2 տասնյակ զոհ եւ հարյուրավոր վիրավորներ։ Սինգապուրում իրավիճակը ծայրահեղ լարվեց։ Իշխող կուսակցությունը այդ ժամանակ ամբողջ Մալայզիայի իշխող կուսակցությունը կարծում էր, որ Լին իրեն չափազանց շատ բան է թույլ տալիս։ Մալայզիայի ֆինանսների նախարարը նրան անվանել էր տարածաշրջանի պատմության մեջ ամենակործանարար ուժը։ Արդյունքում 1965 թվականի օգոստոսին Սինգապուրը հեռացվեց Մալայզիայի կազմից։ Լի Քուան Յուի համար դա իսկական ողբերգություն էր։ Նա հասկացավ, որ բաց է թողել մեծ երկիր ղեկավարելու իր կյանքի միակ հնարավորությունը։ Իսկ անկախ Սինգապուրը այն ժամանակ գրեթե կենսունակ չէր։ Սինգապուրի տարածքը փոքր էր, չկային ռեսուրսներ, իսկ գործազրկությունը հսկայական էր։ Երկիրը չուներ նույնիսկ ջրի սեփական աղբյուրներ ու շարունակում էր խմելու ջուրը ստանալ Մալայզիայից, փաստորեն դառնալով Մալայզիայի բարի կամքի դրսևորման պատանդը։ Երկրի ծանրագույն վիճակը ակնհայտ էր ողջ աշխարհի համար։
Իսկ թե ինչպես Լի Քուան Յուն հաղթահարեց իր կյանքի այդ ամենամեծ ճգնաժամը, մենք կխոսենք մյուս անգամ։ Բաժանորդագրվեք եւ սիրեք պատմությունը։